Մրցաշրջանի ամենաթեժ հատվածում վերադառնում է WeekTalk-ը։ Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ։ Այսօր տաղավարում են Արմեն Աբելյանը, Արտուշ Հարությունյանը, Արմեն Մանուկյանը, Հայկ Հովհաննիսյանը։ Պարոնեք, ողջույն, ուրախ եմ ձեզ այստեղ տեսնելու համար։ Նորից Չեմպիոնների լիգայում 1/8 եզրափակիչ փուլն է արդեն մեկնարկում, ամբողջ իր հմայքով ակումբային ֆուտբոլի գլխավոր մրցաշարը եթերում է։ Ես ուզում եմ մենք նախ խոսենք վիճակայության արդյունքներից 1/8 եզրափակիչի։ Հետո արդեն անցում են փլեյոֆին, էլ մի փոքր կանդրադառնանք։ Ցանցերս ձեզ բալանսավորված բաշխվեցին, թե ոչ։ Ես առաջին հարցը նախ հիշում եք ցանցերը։ Այո։ Այսպես ասեմ, ինձ համար ցավալի է, որ Paris Saint-Germain-ը եւ Liverpool-ը խաղալու են այս փուլում։ Մնացած բոլոր զույգերում ամեն ինչ նորմալ է։ Ինչով է ցավալի։ Կուզեի թիմերին եզրափակիչում օրինակ տեսնել կամ ավելի հետ փուլերում։ Իսկ որ նրանք իրար հետ են կհասնեն, նրանցից մեկը եզրափակիչ ըստ Դե ասում ցավալի է, որ իրար հետ են։ Բայց մեկը կհասնի նրանցից։ Եթե երկուսին տեսնենք։ Այդ հարցի պատասխանը ես հիմա չեմ տա, վերջում։ Պարոնեք, ձեր տեսակետը։ Չեմ կարծում, որ շատ բալանսավորված էր, որովհետև Բարսելոնայի հատվածը շատ ավելի հեշտ ստացվեց, հիմա խաղալու է Բենֆիկայի հետ, հետո Բորուսիա Լիլ զույգի հաղթողի, ճիշտ է հետո կիսաեզրափակիչում շատ ուժեղ մրցակից ստանալու է, բայց ամեն դեպքում մյուս հատվածը ավելի ուժեղ է։ Այո, երկրորդ հատվածում ավելի թույլ է մրցակցությունը, մի կողմից դա լավ է, որովհետև Ինտերը եւս մեկ շանս կունենա եզրափակիչ հասնելու, իսկ թվում է շատ լավ հնարավորություն ունեն եւ կարող են հավակնել եզրափակիչ հասնել։ Բայց ինչու է թույլ, տեսեք, Բարսելոնա, Բավարիա, Բայեր Լևերկուզեն, Ինտեր վերևում այդպիսի 4 թիմ լավ, 5 գուցե, PSG, Լիվերպուլ, Ռեալ, Ատլետիկո, Արսենալ։ Իսկ ինչ որ անակնկալներ, սենսացիաներ այս փուլում սպասում եք, որովհետև անցումային փլեյոֆում ամեն դեպքում եղան։ Միլանը դուրս մնաց, Յուվեն դուրս մնաց, թե այս Միլանի Յուվեի մասով դրանք անակնկալներ չեն։ Անակնկալ սպասում եմ PSV-ից։ Հաշվի առնելով Արսենալի ներկայիս մարզավիճակը եւ կադրային խնդիրները, ճիշտ է ֆավորիտը Արսենալն է ինձ համար, բայց միևնույն է, ինչպես PSV-ն էլ կադրային խնդիրներ ունի։ Բայց կարող է անակնկալ մատուցել։ Լավ։ Արդեն մեկ անակնկալ մատուցել է շատերի կարծիքով։ Յուվենտուսին հաղթել անակնկալ էր։ Դե շատերի կարծիքով նշեցին։ Ինձ էլ է թվում, որ անակնկալ էր։ Լավ, եկեք մի փոքր անցումային փլեյոֆին անդրադառնանք։ Real City երկի գլխավոր դիմակայությունն էր այնտեղ, Real-ը հաղթեց City-ին, ձեզ մոտ ինչ տպավորություններ թողեցին այդ երկու հանդիպումները։ Դե որ Real-ը այս պայն շատ գերազանցում է City-ին եւ արժանիորեն հաղթեց, ավելի շատ երկրորդ հանդիպումը, չէի սպասում, որ այդչափ գերազանցություն կունենա Real-ը, ու ոչ միայն Մբապեի գործոնի շնորհիվ թիմային խաղով գերազանցեց, այնպես որ անակնկալ չէր։ Այս մրցաշրջանի դասական Manchester City տեսանք, թիմ, որը հաղթում է մինչև, չգիտեմ, 80-րդ րոպեն, բայց վերջում ինչ որ անհասկանալի բան է կատարվում եւ պարտվում է թիմերի միջև առաջին։ Չէ՞ որ մրցակիցը Ռեալն է, որի հետ միշտ այդպիսի դեպքեր։ City-ն այլ առանձնահատկություններ ունի այս մրցաշրջանում։ Արսենալի հետ, Բրենթֆորդի հետ։ Ու բացի այդ, City-ն այս մրցաշրջանում ինչ որ անհասկանալի մեկնարկներ է ունենում, մի հատ անպայման կոպիտ սխալ պաշտպանությունում եւ խաղը սովորաբար 0-0-ից են սկսում, բայց City-ի պարագայում 0-1 ու sense վերջում նման պատկեր է։ Լավ, Ռեալին դեռ կվերադառնանք, Ատլետիկոյի հետ խաղը կքննարկենք, որն այսօր է կայանալու եւ լինելու է մեր եթերում։ Ես այսպեսի մի հարց ունեմ լիգայի փուլի վերաբերյալ եւ այս անցումային փլեյոֆի, ձեզի վերջը դուր եկավ թե դուր չեկավ այս ամենը։ Անկեղծ ասած ինձ շատ դուր եկավ, որովհետեւ մի պահ էր հասել, երբ նույնիսկ այդ խմբային փուլը, այսպես անվանենք, լիգայի փուլին այն աստիճան հետաքրքիր է, որ երբեմն նույնիսկ փլեյոֆը այդքան հետաքրքիր չի լինում, դու անդադ հաշվարկների մեջ ես, ով կբարձրանա, ով կիջնի, ով 80-յակում կհայտնվի, ով 24-ի մեջ, ով կթռնի։ Բայց գիտես ինչ էր դու հաշվում, որովհետև ներքևում Paris Saint-Germain եւ Manchester City-ն են ամեն դեպքում հետաքրքիր է, ով որ թիմն է լիներ, հետաքրքիր կլիներ, թե կհայտնվի ի վերջո թե ոչ, եւ այն որ ինձ ամենայն դեպքից հետաքրքիր է, որովհետեւ ըստ էության երևի թե Լայպցիգից բացի բոլոր թիմերը, ում սպասում էին լավագույն 24-ում, եղան լավագույն 24-ում։ Եթե անկեղծ ինձ մասամբ դուր եկավ այս ձևաչափը, նախ խոսում էր, չէ՞, UEFA-ն անընդհատ որ պետք է շատանան թոփ հանդիպումների քանակը։ Շատացան, բայց դրա հետ մեկտեղ շատացան նաև ոչ այնքան թոփ հանդիպումների քանակը եւ գրանդ ակումբներից շատերը այսպես ալարկոտություն դրսևորեցին շատ հաճախ, գիտեին որ ինչ էլ պատահի, միևնույնն է լավագույն 24 թիմերի շարքում լինելու են, գնալու են առաջ ու ինչ է ստացվում, որ հիմա
եթե դու չես հայտնվում 8-նյակում, ապա 1/8 եզրափակիչում հայտնվելու համար պետք է անցկացնես ոչ թե 6, այլ 10 խաղ։ Ուրիշ բան էլ ասեմ։ Բայց իրանք թո լավ խաղային այդ 10 խաղը։ Բացի այդ, ով էր խնդրում Manchester City-ին, Real-ին, PSG-ին, չհաղթել միջև չհայտնվել 8-ը։ Լիվերպուլն էլ բոլորից լավ խաղաց, առաջին տեղը գրավեց։ Լիվերպուլը PSG եւ Սանտիագո Արմենը ասում է, որ PSG-ին կսպասի նաև եզրափակիչում, չէ՞ տեսականորեն։ Ես էլ չեմ ասել, բայց Դե նշեցի, որ PSG-ն Լիվերպուլը կարող են այնտեղ հայտնվել, բայց PSG-ն կարող է ընդհանրապես այս փուլ չհասնել, որովհետև շատ բարդ խաղացանք ուներ մյուսների համեմատ։ Եվ ինձ օրինակ գիտեք ինչ է եկավ։ Բոլորը իբր նույն լիգային են մասնակցում, բայց տարբեր խաղացանքեր ունեն։ Լիվերպուլին էլ մոտավորապես նույն խաղացանքներ եւ նրանք առաջին տեղով ուղղակի Լիվերպուլը լավ է խաղում, Paris Saint-Germain-ը չէ։ Դե Real, Bayer, Milan, Լիվերպուլը ինձ օրինակ գիտեք ինչը շատ դուր եկավ, որ գուցե այդ հանգամանքի վրա դուք ուշադրություն չեք դարձրել, բայց թե անցում են play-off-ում, թե հիմա 1/8 եզրափակիչում, թե հետո արդեն քառորդ եզրափակիչում ու մյուս փուլերում շատ արագ են առաջին ու պատասխան խաղերը։ Առաջ օրինակ այդպես չէր, 1/8 եզրափակիչի առաջին խաղը խաղում էին փետրվարի կեսերին, հետո խաղում էին 3-4 շաբաթ հետո ու դա ինչ որ չափով թիմերի մարզավիճակն էր փոխում։ Հիմա ինձ սա դուր է գալիս, որ նույնը կա նաև 1/8 եզրափակիչում եւ անցում են play-off-ում, մինչդեռ առաջ միայն քառորդ եզրափակիչում էր։ Լավ, եկեք բուն խաղերին անդրադառնանք։ Real Atletico երկար դադարից հետո նորից Եվրոդերբի, շնորհակալություն Իշխանին Մելքոնյան այսպիսի գեղեցիկ բառի համար մեր սցենարում, մինչև առաջիկա խաղին անդրադառնալը եկեք հիշենք պատմությունը Real եւ Atletico-ի, որովհետեւ շատ հարուստ է նաեւ Չեմպիոնների լիգայում 2014-ին եւ 2016-ին եզրափակիչներ, այնտեղ քառորդ եզրափակիչ, կիսա եզրափակիչ, որն է ձեզ համար ամենահիշարժան խաղը Real եւ Atletico-ի։ Ակնհայտ է։ Միանշանակ պատասխաններ չան։ Սերխիո Ռամոսի գոլը եզրափակիչում։ Գիտեք Ռամոսը Մոնտերեյի կազմում առաջին գոլը խփեց նա 93 համարի մարզաշապիկով է խաղում այնտեղ հենց այդ գոլի պատվին։ Արման, դու ինչ որ տարբերվող պետք է պատասխանես։ Սա 16-ի եզրափակիչն է, որովհետև այդ խաղը այդպես տատանումներով դիտել եմ շատ հետաքրքիր պայմաններում ծառայության մեջ, դրա համար ամենահիշվողն է ինձ համար։ Ես էլ եմ ծառայության մեջ ժամանակ։ Հայկ դու հաստատ արդեն լեյտ են քանի որ արդեն նշեցիք այդ տարբերակները, լավ ես էլ նշեմ այն տարին, երբ 3-0 առաջին խաղն ավարտվեց, երկրորդում շատ արագ 2 գոլ խփեց Ատլետիկոն եւ թվում էր թե ահա լինելու է comeback եւ Բենզեման այն հայտնի անցումը կատարեց։ Շատ լավ։ Եկեք անդրադառնանք ամեն դեպքում այս մրցաշրջանին, իդեպ Ռեալը եւ Ատլետիկոն դեռ իրար կարող են հանդիպել նաեւ Իսպանիայի արքայական գավաթի եզրափակիչում, ճիշտ է դրա համար Ատլետիկոն պետք է Բարսային հաղթի։ Real City խաղին վերադառնանք։ Ռեալը այդքան ուժեղ է, թե City-ներ թույլ։ Ինչ ձեզ ցույց տվեց այդ Ինձ թվում է City-ներ թույլ։ Ինձ թվում է City-ներ թույլ, որովհետեւ այն Manchester City-ին, որ մենք տեսանք այս մրցաշրջանում եւ Premier League-ում եւ Champions League-ում, դա կատեգորիկ տարբերվում է այն թիմից, որը տարբերություններ ստեղծում նախորդ տարիներին։ Kevin De Bruyne-ն, Bernardo Silva-ն, Իլկայ Գյունդողանը, այդ ֆուտբոլիստները իրենց նման չեն։ Մորինյոն լիներ, Օտամենդի։ Բացի այսպես թե այնպես Ռեալի հետ խաղալը այն էլ Չեմպիոնների լիգայում արդեն լրացուցիչ մեծ ճնշում է եւ այսպիսի վիճակով Manchester City-ն հավելյալ ճնշում վերցրեց այս դիմակայությունից առաջ։ City-ն պատմականորեն տեսել ենք վերջին շրջանում ինչպես է պարտվում Ռեալին, բայց գոնե այդ խաղերում City-ն ֆուտբոլ է խաղում, որակ է ցույց տալիս, վերջին րոպեներին է Ռեալը ինչ որ բան անում։ Այս խաղերում կար Real եւ կար ինչ որ անգլիական թիմ։ Բայց գոնե մեկ անցումային մրցաշրջան City-ն էլ չէ պետք է ունենար։ Չի կարող անընդհատ այդքան չեմպիոն դառնալ։ Մենք չենք ասում City-ն վատն է, ասում ենք այս մրցաշրջանում City-ն City-ն վատն է։ Հայկ Ես համաձայն եմ, ես նույնիսկ կարծում խնդիրը այստեղ որքան Real-ի մեջ չէր, որքան City, որովհետև շատ մոտավորապես 5-7 թիմ կարող ենք նշել, որոնք City-ի դեմ նույնպես ֆավորիտ են լինելու, այնպես ինչպես Real-ն էր, որովհետև խաղով հիմա նրանք գերազանցում են, բացի այդ նա ինքն իրեն դարպասին գոլեր է բերում, կարիք չունի մրցակիցը ինչ որ բան անի, ինքն իր դարպասին գոլեր է բերում, նման պարագայում մեծ ջանքեր հարկավոր չէ, որպեսզի նրան հաղթես, ցավոք սրտի։ Բայց դա Ատլետիկոյի հետ ուրիշ պատմություն կլինի, լրիվ ուրիշ թիմ։ Այ գանք Ատլետիկոյի։ Բայց Ատլետիկոն էլ մենք կարող ենք խոսել հուսալի պաշտպանության մասին, Սիմեոնեի գործոնի մասին, սակայն այս մրցաշրջանի թոփ խաղերում ես այդ հուսալի պաշտպանությունը չեմ տեսել։ Միգուցե հաշվի տեսանկյունից երևացել է, բայց Բարսելոնան որքան պահեր ստեղծում Ատլետիկոյի դեմ Ռեալը, երկուսում էլ Ատլետիկոն չպարտվեց։ Ով էր հաղթում վերջում։
Ոչ ոքի դեռ Մադրիդյան Բարսելոնային հաղթեց։ Դե դա պատահական հաղթանակ էր։ Այդ հաղթանակը Դա մրցաշրջանում հավանաբար Բարսելոնայի լավագույն Ես համաձայն եմ, բայց Ատլետիկոն այն թիմն է, որի պարագայում երբեք երևի թե պետք չէ ասել պատահական հաղթանակ։ Բարդ է ասել թե ինչի մասին է Ատլետիկոն, բայց Ատլետիկոն պատահական մասին է։ Ատլետիկոյի խաղացանքը պատմության ամենաբարդ խաղացանքն է իմա լինելու, որովհետև խաղալու է Ռեալի հետ, Բարսելոնայի հետ գավաթային խաղեր, երկու անգամ։ Շատ ծանր խաղացանք է լինելու, չգիտեմ այս ամենի տակից դուրս կգան թե չէ։ Դե վատ չեն սկսել, Բարսայի հետ ոչ ոքի, Ատլետիկին հաղթեցին առաջնությունում, այս բան երկրորդն են Ռեալից ավելի բարձր դիրքում։ Լավ, մեկ ամիս առաջ գրեթե հանդիպեցին Ռեալը եւ Ատլետիկոն առաջնությունում։ Ռեալը մոտ էր հաղթանակին, Ռեալը այնտեղ լավ չանցկացրեց առաջին խաղակեսը, նույնիսկ Մարկան Գրեզոն ընդմիջմանը Անչելոտին վերջապես բարկացել է, նշել է, որ պետք է վազեն նաև հարձակման գծի ֆուտբոլիստները, եթե չվազեն, պարզապես հանելու է նրանց դաշտից։ Վինիսիուսը վազում է իդեպ արդեն։ Դե հա։ Վերջապես բարկանալ հետաքրքիր է որն է երկունքն է բարձրացրել այս անգամ։ Չէ, 4 ծամոն է ծամում կամ բարկացած ես եթե անկեղծ, ամեն դեպքում չնայած այս վերջերս մրցավարական վիճակների ժամանակ շատ է բարկանում Անչելոտին։ Լավ, մեկ ամիս առաջվա այդ կլասիկոյի դերբիի, հա, խաղից ինչ եզրակացություններ կարող եք անել, ով է ֆավորիտը այս դիմակայությունում այժմ։ Հիմա արդեն ֆավորիտները առանձնացնենք։ Հա, Նայեք, այսպես ասեմ, կապ չունի առաջնությունում Ատլետիկոն ուզում է 2 խաղերում էլ հաղթի Ռեալին, բայց Չեմպիոնների լիգայում Ռեալը ցույց է տվել, որ ցանկացած պարագայում կարողանում է տրամադրվել ու կարողանում է որակյալ ֆուտբոլ խաղալ։ Ես այս զույգում լուրջ եմ ասում, եթե Ռեալի կազմի 30-40% առաջատարներն էլ չխաղան, ես միևնույն է ֆավորիտ եմ համարելու Ռեալին։ Եվ օրինակ Բելինգեմը եւ Վինիսիուսը որ չխաղան։ Բելինգեմը առ չխաղա, Վինիսիուսը Մբապեի ձախ ոտքը չխաղան։ Տեսեք, եթե Կարլո Անչելոտին մի փոքր ճկունություն ցուցաբերի ու ստանդարտ որոշումները, նայ, ես միշտ Կարլո Անչելոտին ստանդարտ առանց իմպրովիզների մարզիչ եմ համարել։ Եթե իմպրովիզներ լինեն, եթե չվախենա ինչ-որ բան փոխել Ռեալում, այո, Ռեալը որոշ առաջատարների բացակայությամբ կարող է հաղթել։ Հակադրություն է առաջանում, որովհետև ամենաշատ իմպրովիզներ սիրող մարզիչն է Անչելոտին, ամենաշատ ֆուտբոլիստներին հարմարվող։ Ոչ լավորից։ Չէ, լավորից է խնդիրների Չէ, բայց ճիշտ ասում, իր ոչի մեջ հենց դա է եղել։ Մբապեի գալը լավ է, թե չէ։ Մբապեի գալուն ինքը հարմարվեց, Մբապեի գալը։ Դա եմ հարցնում, լավ է, չէ։ Դե հարմարեցրեց, հիմա ասում է ինքը Մբապեի գալը իմպրովիզեր, ուզում եմ հասկանամ։ Չէ։ Նայ, ինքը իրավիճակներին հարմարվող մարզիչ է, շատ արագ ու երևի թե լավագույն աշխարհում։ Բայց դա իմպրովիզի մասին է։ Մի բան էլ ասեմ, Անչելոտին այս պահին ամենալավն է օգտագործում իր պահեստայիններին։ Ամենաերջանիկն է, այլես։ Էնդրիկի հետ խաղը շատ լավ օգտագործեց իր պահեստայիններին։ Այսինքն այդ 15 տարին բան թողում եք մի կողմ, այդ մի խաղն է հաշվում։ Ես ասում Ռեալի թույլ կողմը, եթե կա թույլ կողմ, դա հենց կա երջանիկ է պահում իր պահեստայիններին, այսինքն դժգոհություններ չեն լինում եւ ճիշտ պահին մտնում են խաղադաշտ օգտագործում են։ Օրինակ Բրահիմ Դիասի կարծիքով, եթե հաշվենք այդպես աշխարհի լավագույն 12-րդ ֆուտբոլիստ, որը մեկնարկային կազմի խաղացող չէ, բայց շատ լավ է խաղում, Բրահիմ Դիասն է։ Հիմա դա քո համար եթե ապացույց չէ, Ես մրցաշրջանների կտրվածքով Արմանի հետ համաձայն եմ, բայց օրինակ Արմենի հետ եմ համաձայն, որ այս մրցաշրջանում ես խոսում եմ այս մրցաշրջանի մասին իդեպ տապալում է Անչելոտին փոփոխությունները, կամ ուշ է մտցնում, կամ շուտ է մտցնում, կամ սխալ մարդու է մտցնում, ու ինձ թվում է այդքան շատ հենվելու տեղ էլ հիմա չունի Անչելոտին։ Ես ինձ դա եմ ասում, որ շատ քիչ են տարբերակները, հենվելու տեղ շատ էլ չունի, այնտեղ Գյուլերը, Էնդրիկը չեն արդարացնում մեծ հաշվով։ Բայց մի վարքյան, ինչի չեն արդարացնում։ Այդ մարդկանց գավաթային խաղերում ընդհանրապես գավաթային խաղերում ժամանակ խաղը դու էր, չէ՞ մեկնաբանում։ Մի վարքյան, Բետիսի հետ խաղում Էնդրիկը խաղադաշտ երբ է մտել։ Անկեղծ մտել է։ Հա, երբ որ րոպեի։ Փոխարինման մտնող ֆուտբոլիստները այդպես են։ Այդպեսի հարցակման գիծ ունենալով ինչ Էնդրիկը ինչ խաղաժամանակ պիտի ստանար կամ Գյուլերը։ Բայց ինչի՞ պետք է ստանալ։ Եթե այդ ֆուտբոլիստը նայ այս մրցաշրջանում երևի 500 րոպե չի խաղացել։ Ով։ Էնդրիկը։ Ում տեղը պիտի խաղա։ Մի վարքյան 71 րոպեն 1 գոլ է խփել։ Այդ ինչ վիճակագրություն պետք է ցույց տա ֆուտբոլիստը, որին հնարավորություն տրվի
խաղալու։ Հա Բրայմ Դիասին է տալիս այդ շանսը, Բրայմը օգտագործում է։ Այլ թիմ։ Ես խնդրում եմ դու Վիտոր Ռոկեից խոսի։ Վիտոր Ռոկեից ես խոսել Ես Դանի Սեբալյոսի օրինակն էլ չբերեցի։ Սեբալյոսը ինչ մակարդակի ֆուտբոլ է ցուցադրում, իհարկե մինչև վնասվածք։ Այդ նույն ձև պաշտպանության աչեզրում ուրեմն։ Այդ նույն ձև Տոնի Կրոսը խաղար, ես պատկերացնում եմ ինչ հիացմունք են, բայց դա Դանի Սեբալյոսն է ոչ մեկին։ Բայց իսկապես Սեբալյոսն ամպերատար սպասեց իր շանսին, ասա Սեբալյոսի վերաբերյալ։ Ես ուզում եմ հասկանամ լուրջ դու Դանի Սեբալյոսին համատում ես Կրոսի հետ։ Դու չհասկացար իմ միտքը, ես նկատի ունեմ վերջին 1-2 ամսում ինքը այդ մակարդակի ֆուտբոլ է խաղում։ Նայ Դանի Սեբալյոսը Տոնի Կրոսի մակարդակի միանշան խնդրում եմ Տոնի Կրոսի մակարդակի ֆուտբոլ էր խաղում Դանի Սեբալյոսը։ Իհարկե ոչ։ Լավ ֆուտբոլ էր խաղում, բայց Տոնի Կրոսի մակարդակի։ Հա ինչ Տոնի Կրոս, հա, Տոնի Կրոսի մակարդակի։ Եմ ընդունում եմ քո կարծիքը, բայց դու երևի prime-ն ես հիշել Կրոսի, իսկ նա միայն prime-ը չի ասում, այլ բոլոր ժամանակները, նույնիսկ Տոնի Կրոսը ընթացիկ մրցաշրջանում ասաց, բավական է ռեալի խնդիրների մեջ ինձ մեղադրեք։ Ես երբ որ թիմում եմ եղել, ավելի վատ վիճակում ենք եղել երբեմն, այնպես որ 17-16 ինչ նշանակություն ունի ֆուտբոլիստի հեղինակությունը, էլ։ Այդ նույն ձև ընկել էին Չուամենի հետևից, որ Չուամենին վատ պաշտպան է, ինչը մի երկու դրվագում սխալվել էր։ Դե որտեղ պաշտպան էր խաղում։ Բայց Չուամենին հրաշալի խաղեր է ունեցել։ Ինձ ամենաշատը դուր եկավ այս օրերին Տոնի Կրոսի մեկնաբանությունը Վինիսիուսի լուսանկարի տակ, երբ գավաթային մրցաշրջում Ռեալ Սոսիեդադի հետ Վինիսիուսը ավակն էր, գրել էր՝ «Այ հիմա հանգիստ կարող ես խոսել մրցավարների հետ»։ Լավ, ռեալի թեման եկեք ամփոփենք եւ անդրադառնանք Արտուշ բանս ուզում ես։ Ես Արմենի միտքը շարունակեմ, մասամբ համաձայն եմ, այո, Ռեալը Չեմպիոնների լիգայում իհարկե զարմանալի է, համաձայն են։ Այո, բայց մասամբ Ռեալը ֆավորիտ է Չեմպիոնների լիգայում միշտ բոլոր տեղերում է ֆավորիտ, բայց Ատլետիկոն այն թիմն է այսօր Եվրոպայում նաև աշխարհում, որ ցանկացած դիմակայություն կարող է հաղթել, անկախ նրանից թե ում հետ է խաղում։ Եկեք գանք իսկապես Ատլետիկոին, դուք խոսեցիք, որ պաշտպանությունում ունի Ատլետիկոն խնդիրներ, այս մրցաշրջանում պատմական շարք գրանցեց 15 խաղ անընդմեջ հաղթում էր բոլոր մրցաշարերում Ատլետիկոն եւ իմ կարծիքով հենց այդ հաղթարշավն է պատճառը գլխավոր, հա, որ Ատլետիկոն այժմ մեծ հաշվով գնում է թրեփլի հետևից, հա, բոլոր 3 ճակատներով պայքարում է։ Ինչ է կարծում, ուր կգնա Ատլետիկոն այս մրցաշրջանում։ Նրանք Լա լիգայում են շատ շահեկան վիճակում, մեկ միավորով են հետ, Բարսելոնայից ընդհանրապես գաղաթի խաղարկություն, Չեմպիոնների լիգա։ Լա լիգայում կգնա միջև երկրորդ։ Մի տարօրինակ բան կա, կներես Արմեն, որ բոլոր տեղերում մրցակիցները Ռեալը Բարսելոնան են, թե Լա լիգայում, թե Չեմպիոնների լիգայում։ Դա հաշվի առնելով պատասխանի Արմեն։ Շատ լավ պատասխան եմ, շատ հստակ պատասխան եմ իդեպ։ Շատ հստակ։ Պրեմ Լա լիգայում երկրորդ տեղ, դա առավելագույնն է, որովհետև Ռեալն է չեմպիոն դառնալու։ Չեմպիոնների լիգայում Ատլետիկոն Ռեալից դուրս է մնալու, գավաթի խաղարկությունը ինձ լուրջ հետաքրքիր չէ։ Ինչ որ հիմնավորում կտած, թե ուղղակի այդպես հիմնավորումը, թե Ռեալը ուժեղ է։ Որտեղ Ռեալն է Ռեալը նորացում է, որ Ռեալը վատագույն խաղ անցկացրեց։ Սիմեոնեն է նույնիսկ Սիմեոնեն է խոստովանում, որ Իսպանիայում նա Բարսելոնան է լավագույն ֆուտբոլը խաղում։ Սիմեոնեն է ասում։ Վատագույն խաղ, մեկ առանձին խաղում ցանկացած թիմ կարող է վատ խաղալ։ Ցանկացած թիմ։ Իսկ Ռեալը բոլոր խաղերն են լավ։ Բանոր ինչ էր մեկ խաղ համար Անչելոտին։ Նայ, եթե վատել է խաղում, կարգի հաշվին վերջում տարբերությունը ստեղծում է դրան։ Բետիսի հետ խաղում այդպես էր։ Չէ, Բետիսի հետ խաղում Անչելոտին ուղղակի բարձր։ Էսպանյոլի դեմ խաղում։ Էսպանյոլի հետ խաղում մրցավարը հաղթեց։ Լավ, Ատլետիկոից ենք խոսում, երբ Արտուշը նշեց, որ իրենք վատ խաղով էլ կարող են հաղթել, ես հիշեցի նախորդ մրցաշրջանի Ինտերի հետ դիմակայությունը, որտեղ էլի շատ փոքր տարբերությամբ, հենց այս փուլում իդեպ այո, հասան հաղթանակի։ Ատլետիկոյի զենքերից մեկը կարող է լինել հենց Սիմեոնեի լավ փոփոխություններ կատարելու գործոնը։ Շատ լավ է դա անում այս մրցաշրջանում ու նույնիսկ վերջին րոպեներին միշտ գոլեր են խփում։ Ախր Կորեան օրինակ։ Կորեան Շորլոտի տարբերակը։ Նրա փոփոխությունները ոչ միայն թիմի նույն խաղացողների դիրքում թարմություն են հաղորդում, այլ ընդհանրապես խաղային տրամաբանությունն են փոխում։ Սյորլոտը լրիվ տարբեր խաղացող է, քան Գրիզմանը, քան Ալվարեսը եւ թիմը սկսում է այլ կերպ խաղալ, իսկ մրցակիցը այլևս այդքան պատրաստ չէ կտրուկ անցումին։ Նույն Բարսելոնայի խաղում դա ակնհայտ երևաց գավաթային մրցավեճում, երբ 4-4 ավարտվեց։ Չգիտեին ինչպես պաշտպանվեն Սյորլոտի հետ, բայց ոչ ոք չի ասի, որ նա Ալվարեսից կամ Գրիզմանից կամ նույնիսկ կարող է Կորեայից ուժեղ ֆուտբոլիստ է։ Ուրիշ բան էլ Բիլբաոյի Ատլետիկի հետ խաղում Անտուան Գրիզմանին խաղի այն ամենաթեժ հատվածում վերցրեց, փոխարինեց եւ իրականում հաղթեց Ատլետիկոն։ Սա էլ շատ իմաստ է։ Եվս մեկ անգամ կբախվեն միմյանց աշխարհի չեմպիոններ Կիլիան Մբապեն ընդդեմ Խուլիան Ալվարեսի, ինչպես 2022 թվականին դե իհարկե Գրիզմանը, այո, մենք հիշում ենք մունդիալի եզրափակիչը, Մադրիդյան դերբիում մեկ ամիս առաջ մեկ գոլ խփեց Ալվարեսը, մեկը Մբապեն։ Ով է լինելու հերոսը այս դիմակայությանից ձեզ։ Ես ասեմ։ Դու ասա։ Չէ, ես արդեն ասել էի Կիլիան Մբապեն։
Եթե ուրիշ հերոսներ կողքից Վինիսիուսոտ չլինեն։ Դու ուրիշ հերոսի անուն չգիտես։ Ես ավելի շատ հակված եմ, որ Խուլիան Ալվարեսը Չեմպիոնների լիգան կարծես նրա մրցաշարն է, եթե նայենք վիճակագրությամբ նա 2-3 անգամ մրցաշարը չի։ Չէ, Մբապեին էլ է, ես հիմա ավարտեմ։ Այն որ Ալվարեսը կփայլի այդ երկու խաղերի արդյունքում, չի նշանակում, որ Ատլետիկոն անցնելու է։ Արդեն տեսել է խաղը։ Չի նշանակում, որ Ատլետիկոն անցնելու է։ Էն էլ ով է, նոր ասում է Ռեալը արդեն չեմպիոն է Իսպանիայի, ասում է արդեն տեսել ես առաջիկա խաղը։ Մինչև մայիս արդեն սա կոմոդ գրած ունես։ Ինչ վերաբերվում է ընդհանուր դիմակայության, ես կարծում եմ այս տարի Ատլետիկոն ավելի մոտ է լինելու, քան նախորդ մի քանի տարիներին Ռեալին անցնելու, որովհետև թե պատասխան խաղը կարևորություն ունի, որ այո, իր ստադիոնում է, եւ թե այն հանգամանքը, որ Ռեալը որքան էլ անհատապես շատ լավ ֆուտբոլիստներ ունի, բայց խաղային համակարգը նրանց մոտ խախտված է, կարծում եմ, եւ այդ առումով կարող է Ատլետիկոն օգտվել։ Հիմա ավելի լավ է այդ համակարգը, քան մի քանի ամիս առաջ։ Չէ, նախորդ տարիների համեմատ է ասում։ Չեմպիոն լիգայի փլեյօֆը երկու հիմնական հերոս է ունենում՝ Վինիսիուսը եւ Ռոդրիգոն։ Իսկ թվում է այլ հերոսի անուններ։ Ռոդրիգոյի համար Չեմպիոնների լիգան գլխավոր մրցաշար է, նա այնտեղ սիրում է գոլեր խփել։ Ես հավասար եմ գնահատում թիմերի հնարավորությունները, եթե հաղթի Ատլետիկոն, նույնիսկ եթե օրինակ Սյորլոտը պենտատրիկ ձևակերպի, միևնույնն է ինձ համար հերոսը լինելու է Դիեգո Սիմեոնեն, որովհետև այդ թիմի հերոսը Ատլետիկոն Դիեգո Սիմեոնեի մասին է վերջին 15 տարիների ընթացքում։ Եվ Գրիզման։ Օրերս Ռոդրիգո դե Պոլը Չեմպիոնների լիգայի հանդեսում խոսել էր իդեպ Սիմեոնեի մասին, նա նշել էր, որ ապշեցուցիչ վարակիչ էներգիա ունի Սիմեոնեն, որը չի սպառվում։ Եւ իսկապես այն, որ 2011-ից նա աշխատում է Ատլետիկոյում ու այսպես է աշխատում, կարծում եմ ապացույցն է, որ իսկապես անվերջանալի է այդ էներգիան Դիեգո Սիմեոնեի։ Մեկ խաղերում լինում է էլի Ատլետիկոյի, որ դաշտի կենտրոնում ինչ որ բան լավ չեն անում ֆուտբոլիստները, լավ ջղայնանում է, մտածում եմ ու տպավորությունները եթե դաշտում լիներ, հաստատ ավելի լավ կխաղար։ Իսկ տեսել եք Բիլբաոյի հետ Քոնոր Գալերը, որ վերջին րոպեին երկու անընդմեջ սահանկում է անում, ինչպես է տոնում Սիմեոնեն, դա լրիվ գլուխ գործոց է։ Դե վերջերս Տիբո Կուրտուան էր նաև պատմում Սիմեոնեի մասին, երբ Ատլետիկոյում էր խաղում, նշում էր Ռեալի դեմ եզրափակիչ ունեին ու ինչպես է Սիմեոնեն մեկ օր առաջ իրեն կանչել օգնականի հետ ու սկսել են ինչ-որ տրամադրել դու լավագույնն ես, դու վաղը սա ես անելու, նա ես անելու, ասում է այնքան էներգիա ունես, որ գնում ես չես կարողանում քնել, որ հաջորդ օրը խաղն է, այդ տիպի էներգիա է փոխանցում։ Իսկ Անչելոտին նշում է, որ հիմնականում չի բարկանում, էմոցիաներ ցույց չի տալիս, բայց որ ցույց տվեց, այդ պահը հասունացավ, թողու փախի։ Կարծես Կուրտուան այդ էներգիան միջև հիմա Ռեալ է տեղափոխել, այնպես է նրա հաղորդել։ Լավ։ Կուրտուային, Ռեալին, Ատլետիկոյին բոլորին թողնենք մի կողմ եւ գանք 1/8 եզրափակիչի ինձ համար ամենաթեժ դիմակայություն, որը ինձ թվում է շատ ուժեղ է լինելու երկու խաղերն էլ հաշվի առնելով թե ինչ մարզավիճակում են թիմերը, Paris Saint-Germain, Liverpool։ Արմեն, քանի որ մինչև մայիս տեսել էր Լա լիգայում թե ինչ է կատարվելու։ Ես նաև այսպես բացահայտեմ, որ մինչև մայիս տեսել է Արմենը նաև թե ինչ է կատարվելու գլխավոր Եվրագավաթում։ Ես կարծում եմ Paris Saint-Germain-ը ինձ այս հաղորդման մեջ ամենաշատը գիտեք որն է։ Եվ Paris Saint-Germain-ը բոլորը գրում եք, նշում եք, գիտեք թե Արմենը որտեղ ինչ է ասել։ Դուրս գալու։ Ես գիտեի քեզ անշատը հաղորդավարն է դուր գալիս, բայց փաստորեն չէ։ Ես հաղորդավարին առանձնահատուկ PSG-ն, պարոնեք, Արտուշ, օրեր առաջ մենք այստեղ միասին աշխատում ենք, ես Ատլետիկ, դու PSG Lille։ Ընդմիջմանը տեսանք, ասացիր ֆանտաստիկ ֆուտբոլ է խաղում PSG-ն, ասես բոլորը գիտեն ով որտեղ լինի, ինչ մարզավիճակում է PSG-ն այս պահին։ Մեկ բառով կատարյալ մարզավիճակում է 30 րոպե տիեզերական ֆուտբոլ խաղաց Լիլի դեմ, տվեց բոլոր հարցերի պատասխանները եւ հետո պարզապես որոշեց հանգստանալ, խնայել ուժերը։ Ես եթերում էլ ասացի, որ կա տպավորություն, թե վահանակով կառավարում է համակարգչային խաղեր Paris Saint-Germain-ի մասնակցությամբ եւ Էնրիկեն այդ shift, halt, երանկյուն այդ բոլոր սեղմակները դրել է Դեմբելեի, Բարկոլայի ոտքերում, գլխում եւ այլն։ Բայց մենք տեսել ենք թե ինչպես է Paris Saint-Germain-ը խաղում top մրցակիցների դեմ այս մրցաշրջանում, Arsenal-ի դեմ, Բավարիայի դեմ, Ատլետիկոյի դեմ, չնայած այդտեղ վատ չխաղաց։ Նաեւ պետք է հաշվի առնել, որ դա այն ժամանակահատվածներ, երբ այդքան էլ լավ մարզավիճակում չէր Էրիկեի թիմը, ամեն դեպքում ես կարծում եմ, որ իրական ուժը այս թիմի երևալու է Լիվերպուլի դեմ երկու խաղերում։ Ասա Արմեն։ Լավ, ես ասեմ, ես երբևէ այսքան ուժեղ PSG չեմ տեսել թիմային խաղի տեսանկյունից, նույնիսկ երբ Մեսին, Նեյմարը, Մբապեն այնտեղ էին, վերջին երկու ամիսը ինձ թվում է դժվարին խաղերը, որ նշեցիր, մնացել են այլ հատվածում։ Հիմա, երբ նաև Խվիչան է ավելացել, երբ մեջտեղում Վիտինյա կա, Նևեշ կա,
Ֆաբիան Ռուիս կա, ֆանտաստիկ վիճակում են։ Ընդհանրապես մի բան կա, որ իհարկե Լիվերպուլի ուժեղ լինելը կարող է PSG-ին դուրս թողնել ու մի հանգամանք, եթե համատենք կազմերը, դարպասապայի գործոնը հնարավոր է դարպասապայի գործոնով Լիվերպուլը գերազանցի ինչ-ինչ պահերի, որովհետև ես այդ տարբերությունը տեսնում եմ։ Վիտինյան վերջերս ասել էր, որ թիմային առումով PSG-ն ավելի լավն է Մբապեից հետո, առանց Մբապեի։ Paris Saint-Germain-ի եւ Atletico-ի խաղը օրինակ շատ նման էր ինձ համար Paris Saint-Germain Atletico Barcelona խաղին, որտեղ էլի PSG-ն բազմաթիվ պահեր ուներ, բայց վերջին րոպեին մեկ հակագրո եւ Անխել Կորեան խփեց այնտեղ հաղթական գոլը։ Պարոնեք, ձեր տեսակետը PSG Liverpool։ Եթե թույլ կտակ ես էլ ասեմ, մեր հաղորդման վերջում ես կասեմ իմ կարծիքով է անցնելու այս զույգից, բայց ինձ մոտ կա տպավորություն, որ Liverpool-ը մի փոքր ամեն դեպքում խաղամակարդակը գցել է այս պահին եւ հոգնածություն կա մի քիչ եւ այդ ամենը գալիս է շատ խիտ խաղացանկից Լիվերպուլը այնտեղ ընդհանրապես 15 օրվա մեջ 4-5 հանդիպում անցկացրեց այո բայց PSG-ի մոտ ինչ-որ երկրորդ շնչառության պես մի բան ասես լինի Լիվերպուլի մոտ հակառակը ձեր տեսակետը եւ ամենակարևորը Լիվերպուլը իմ կարծիքով հոգեբանական առումով շատ է տալիս Պրեմիեր լիգայում Չնայած միավորների տարբերությունը մեծ է, բայց այնտեղ Էվերթոնի դեմ խաղը, հետո Աստոն Վիլայի դեմ ոչ ոքին ինչ-որ լարվածություն կար, հետո հիմա Արսենալի միավորների կորստից հետո ամեն ինչ կարգավորվեց։ Ես համաձայն եմ Արմանի հետ, որ ավելի կատարյալ Paris Saint-Germain չի եղել վերջին շրջանում։ Այստեղ ամեն դետալի վրա շատ երկար հանգամանալից աշխատել է Լուիս Էնրիկեն։ Ամենակարևորը յուրաքանչյուր դիրքում Լուիս Էնրիկեն այս պայդրությամբ ունի հավասար երկու ֆուտբոլիստ, որ ցանկացած պահի անում է ռոտացիա, թույլ է տալիս անգամ այն ֆուտբոլիստներին, որոնք առաջնային ընտրության են հանգստանալ։ Շատ կարևոր գործոն կա, մի վարքան։ Շատ կարևոր գործոն կա։ Paris Saint-Germain-ը Զայր Էմերի շնորհակալ եմ։ Կարևոր գործոն կա։ Paris Saint-Germain-ը Լիգա 1-ում ընդհանրապես էներգիա չի դնում։ Մրցաշարում հաղթել այնտեղ ուղղակի նախապատրաստվում է Չեմպիոնի լիգայի խաղերի։ Կիսապաշտպանության կենտրոնում, եթե Լիվերպուլում օրինակ Գրավենբերգը բավականին հոգնած տպավորություն է թողնում վերջին շրջանում, բավականին հոգնած տպավորություն։ Ու խաղով նկատի ունեմ, հոգնած խաղով նկատի ունեմ։ Բայց այնտեղ ամենակարևորը Մակալիստերը Paris Saint-Germain-ում այդ խնդիրը, Paris Saint-Germain-ում այդ խնդիրը այս պայդրությամբ չկա։ Այսպես ասեմ, ամբողջ մրցաշրջանի ընթացքում ցույց տված ֆուտբոլով, կայունությամբ, ես կուզեմ, որ Լիվերպուլը անցնի Paris Saint-Germain-ին ու շարունակի պայքարը, բայց եւ նախորդ մրցաշրջանում եւ հիմա կա ներքին ինչ որ զգացողություն ու բացի այդ վերջին շրջանում ցուցադրած խաղը այսպես վերլուծելով որ ամեն դեպքում շանսերը 60-40-ի հարաբերակցությամբ Paris Saint-Germain-ի օգտին է ինձ համար դուրս գնաց Paris Saint-Germain-ը լավ Արմեն ինչ ես կարծում առաջին մրցավեճում կլուծի հարցերը PSG-ն նայեք սա այն զույգն է որ ամբողջ 180 րոպեում չի կարող հարցը լուծվել բայց որ այդպես է պատասխան խաղը լինելու է Anfield-ում։ Ես կարծում եմ հոգեբանական առավելություն ունի Լիվերպուլը, ավելի կայուն, ավելի ուժեղ է այդ առումով Լիվերպուլը եւ PSG-ի կազմում չգիտեմ, երևի միայն Լուիս Էնրիկեն, մեկ-երկու ֆուտբոլիստ են, որ տեղի չեն տան Anfield-ի ճնշմանը։ Ովքեր Մարկինյոսը, հա, երևի։ Չէ, Մարկինյոսը հաստատ տվող է, տեղի տվող է, նա հիշում ենք թե Բեռնաբեում ինչեր էր անում իր դարպասի մոտ։ Ես կարծում եմ Վիտինյան միգուցե տեղի չի տա, Լուիս Էնրիկեն բնականաբար կփորձի այդ ամենը կառավարել, նա հաստատ անվախ է այդ առումով եւս 1-2 խաղացող եւ վերջ։ Դեմբելեին ես պատկերացնում թե ինչպես կվախենա։ Դեմբելեի մասին էլի։ Բայց շատ է չափազանց։ Չէ, չեմ ասում հաստատ այդպես է լինելու։ Բակային ֆուտբոլիստերի մասին չես խոսում, ի՞նչ է նշանակում։ Նայեք, եթե այս պայքարը բոլոր ստադիոններում աշխարհի խաղացել են, գիտեն որտեղ է։ Տեսել ենք ոնց են խաղացել, եմ ասում։ Ինչ վատ են խաղացել։ Ներողություն, եթե այս թիմերը հանդիպեին 2 ամիս առաջ, ես առանց մտածելու կասեի, որ Լիվերպուլը ընդհանրապես շանս չի տալու։ Հիմա էլ նայեք զգացողությամբ ինձ ավելի ֆուտբոլով ավելի հաճելի է նոյեմբերին կջախջախ ինձ ավելի հաճելի է Լիվերպուլը մի վարքյան Paris Saint-Germain-ի հետ կապված ինձ ավելի հաճելի է Լիվերպուլը Ես ասացի, հիշում եմ, խաղում է խաղում։ Նոր մի ժամ ասում եք որ այսպես հիմա ի՞նչն է փոխվել PSG։ Հա բայց խաղում մասնակցած ասեմ էլի, այսքան խոսեցինք բանը Դեմբելեի ու Սալահի անունները Ես հենց դա եմ ասում, Հայկին հարցում, Հայկ, արդյոք մենք հիմա տեսնում ենք այն Ուսման Դեմբելեին, որին տարիներ առաջ տեսնելու համար գումար վճարեց Բարսելոնա։ Եվ դուք կուզեիք տեսնեիք Բարսելոնայում։ Ըստ քեզ։ Միգուցե մենք ավելի շատ տեսել էինք այդ Դեմբելեին Բորուսիայում առաջին հերթին, Բարսելոնան ավելի շատ վճարել էր այդ Դեմբելեին տեսնելու համար, բայց ավելի շատ տեսավ նրա
PlayStation խաղալը, քան թե նրա ֆուտբոլը։ Իսկ այժմ PSG-ն նա շատ լավ մարզավիճակում է, բայց դա ընդամենը 2 ամիս է։ Թող նա այդպես լինի 4-5 տարի եւ մենք կարողանանք ասել, որ ահա այն ֆուտբոլիստը, որը իր տաղանդին համապատասխան ֆուտբոլ է ցուցադրում։ Սալահից եկեք։ Նաեւ լավագույնն է ռեկորդները կամ լավագույններից մեկը, իսկ PSG-ի մասով տեսեք առանց հարցակվողի խաղալ փաստորեն ստացվում է։ Այստեղ շատ է քննադատություն հնչել այն թիմերի հասցեին, որ ինչու հարցակվող չեն օգտագործում։ PSG-ն Իսկ Դեզիրե Դուեն հարցակվող չի, Գոնսալո Ռամոսը հարցակվող։ Դեզիրե Դուեն նախորդավոր կենտրոնական կիսապաշտպան էր խաղում։ Այո, ընդհանրապես նա Լուիս Էնրիկի համակարգում, եթե Ռոնալդոն էր հայտնվել, Չեմպիոն լիգան հարցակվող կարող էր չխաղալ։ Չեմպիոն լիգան հաղթած թիմն էլ առանց հարցակվողի էր խաղում Ռեալը։ Իսպանիայի հավաքականի վերջո ինչի մասն Մորատային չես հաշվում։ Դե Մորատան հարցակվող չի։ Արնեք, լավ, ես մի հարց ունեմ, որի պատասխանը ես ի դեպ ունեմ։ Ըստ Լիվերպուլը ունի խոցելի կողմեր։ Իհարկե ունի պաշտպանության Տրենտ Ալեքսանդր Արնոլդի եզրը։ Բացի միայն Տրենտի եզրը խոցելի է այդտեղ։ Այ Տրենտը շատ է տարվում գրողներով, նույն եթե City-ի հետ խաղը վերցնենք, Ժերեմի Դոկուն Տրենտին քանի անգամ շրջանցեց, երևի 7 անգամ։ Իսկ Ջերեմի Դոկուի ամենաուժեղ կողմը ո՞րն է։ Ես ուզում եմ Հայկ, քեզ եւ Ջերեմի ով է համարում, որ Տրենտ Ալեքսանդր Արնոլդը այս պահին աշխարհի 2-3 լավագույն աճպաշտպանն է։ Ես։ Մենք չենք խոսում, որ վատն է կամ լավն է։ Ասում ես խոցելի կողմ, ես ասում եմ դա կարող է լինել խոցելի կողմ։ Աշխարհի 2 լավագույն աճպաշտպաններից մեկը խաղում է Լիվերպուլում եւ նրա դիրքը խոցելի է։ Այսինքն քո կարծիքով Ռոբերտսոնի նույն կերպ չի կարող շրջանցել նույն Դեմբելեն։ Կարող է, եթե հարցը այդպես։ Ինձ համար օրինակ, եթե անկեղծ ինձ համար ձախ եզրը ավելի խոցելի է Լիվերպուլի։ Եզրը խոցելի է։ Արագությունը կորցրել է Ռոբերտսոնը, մանավանդ ունենալով կազմում Բարկոլա, Դեմբելե, Խվիչա հիմա, հա, որը էլի եզր կարող է մանևրել։ Այնպես որ թե Տրենտը, թե Ռոբերտսոնը ավելի շատ, ինձ թվում է Ռոբերտսոնը շատ վերջի շրջանում Ռոբերտսոնը կորցրել է, հաբեցությունը կորցրել։ Ժորդ նայած խաղով, որ դիրքում է Լիվերպուլը ավելի շատ սխալներ թույլ տալիս։ Դες ինչու է այդպես, որտեղ բոլորը կենտրոնացել են Տրենտի վրա, հենց մի բան այնպես չի անում, միանգամից նա լավ չի պաշտպանում։ Ես չեմ ասում վատ է պաշտպանվում, ես ասում եմ այդ ֆուտբոլիստը գրողների մասնակցելով, անընդհատ խաղի մեջ լինելով, շատ է տարածություն տալիս թիկունքում, իսկ դրանից կարող են օգտվել։ Մարզչի առաջադրանքն է դա, մարզիչն է ասում, որ դու պետք է գնաս առաջ, թե չգնաս։ Հիմա դու ինչի համար ես։ Ես հիշեցի Սարի խոսքերը, ասում ես թերթում կարդացի, որ ին ֆուտբոլիստին ցածր են գնահատել, ասել են նա չի միանում հարցակմանը։ Ասա, բայց ես եմ հրահանգել, որ չմիանա հարցակման, ի՞նչ եք ցածր գնահատում։ Հիմա դա է, Տրենտին, քանի որ նա ֆենոմենալ է հարցակման ժամանակ, ասում են միացի։ Իսկ հետևը պիտի պահեն Կոնատեն, Վան Դեյկն ու մյուսները։ Լավ, պարոնակ, եկեք վերջին այս դիմակայությանն էլ անդրադառնանք, հետո մենք բոլոր զույգերին ենք անդրադառնալու, բայց հետաքրքիր ձևաչափով։ Բավարիա Bayer Leverkusen, գերմանական դիմակայություն, Գերմանիայի գործող չեմպիոնը ընդդեմ այն թիմի, որը պայքարում է չեմպիոն դառնալու համար նորից։ Դե ասեք, այստեղ էլ գերմանական Real Atletico-ն է ասես, որովհետև գավաթում արդեն հանդիպել են։ Ալոնսոյի հետ Bayer-ը երբեք չի պարտվում Բավարիային։ Ով է ֆավորիտը ձեզ։ Ես ռոմանտիկ չեմ։ Այս դիմակայության համար կոմպանին էլ ռոմանտիկ չի դիմակայության համար դե կոմպանիի դեմքին նայելով հասկանում ես որ ռոմանտիկ չի նայեք ես հավատում եմ որ Բավարիան անցնելու է որովհետև կարող է Բայերը շատ լավ թիմ է բայց Բավարիան ամեն դեպքում Բավարիա է շատ Վենսան կոմպանիի Բավարիան շատ հիմնավոր էր Հայկ Փակեք դու եք գալիս ինչ որ առումով որ թիմերը հանդիպում են Չեմպիոնների լիգայում նույն երկրի ներկայացուցիչները, որովհետև շատերը դեմ են այդ ֆորմատին, բայց ես ասեմ այն էլ իր գրավչությունը ունի։ Օրինակ, չգիտեմ, NBA-ում թիմերը եթե play-off են խաղում միմյանց հետ, կարող են 13-14 օրում 7 հանդիպում անցկացնել եւ այդ մրցավեճերում որոշիչ է դառնում, թե դու այն փոքրիկ մանրուքը ինչպես կգտնես մրցակցին հաղթահարելու համար, այն դեպքում երբ բոլորը անգիտ գիտեն, թե դու ինչ ես անելու։ Այս դեպքում էլ Բայերի ու Բավարիայի միջև այդ տեսանկյունից շատ հետաքրքիր է լինելու։ Նրանք արդեն 3 անգամ խաղացել են առաջնությունում, սա արդեն 4-րդ եւ 5-րդ հանդիպումներն են լինելու մրցաշրջանում նրանց միջև։ Կարծես ամեն ինչ գիտեն միմյանց մասին եւ հիմա այն փոքրիկ մանրուքը պետք է որոշիչ լինի, ես ցանկանում տեսնել հանդիպումներ, թե ով է գտնելու այդ փոքրիկ գործոնը։ Ես այսպես ասեմ, մատ կներես էլի ավելացում։ Բավարիան եթե հարցակման գծում իր ստեղծած պահերը կարողանա իրացնել, այս մրցաշրջանում թիմերի միջև առաջին խաղը եթե հիշենք։ Բայերը ոչինչ կարողացավ անել։ Իսկ շատ տարբեր էին երկու խաղերը։ Այսինքն նման էին, բայց տարբեր թիմեր։ Բայց առաջին խաղում Բավարիան այդքան չէր գերազանցել Բայերին, ինչքան երկրորդում Բայերը Բավարիային։ Դա Բավարիայի վատագույն խաղն էր այս մրցաշրջանում։ Բայց ինչ ասաց այդ խաղից հետո Վենսան կոմպանին, ես հիշում եմ նրա խոսքերը, ասաց, որ մենք դուրս էինք եկել այո պաշտպանվելու համար։ Սա խաղ էր, որտեղ պետք էր պաշտպանվել եւ մեկմիավոր վաստակել կամ պահպանել այդ
տարածությունը, բայց ինձ համար ոչ մի ձևաչափում չի տեղավորվում այդ միտքը։ Բավարիայի պես թիմը չպետք է դուրս գա միայն 0-0 խաղալու համար։ Մի քիչ ուրիշ ձև ասած անեն դեպքում մի քիչ ասած մենք չենք ուզում անընդհատ պաշտպանվենք, բայց եթե մրցակիցը ստիպում է մեզ, մենք պիտի կարողանանք դա անել։ Իր ասելով արեցին, բայց ինձ թվում է այնտեղ զուտ բախտի հարցը, որովհետև վիրցը 4 մետրից չէր խփում։ Սա ինձ համար ամենասպասված դիմակայությունն է Չեմպիոնս լիգայում, հրաշալի խաղեր են լինելու։ Իհարկե Բավարիան գերազանցում է առանձին ֆուտբոլիստներով, օրինակ Հարի Քեյնի գործոնով, իր փորձով, բայց մարշչական առումով Ալոնսոն առավելություն ունի։ Տեսեք, Բավարիան այս մրցաշրջանում ուժեղ թիմերի դեմ պարտություն Բարսելոնայից, պարտություն Աստոն Վիլայից, պարտություն Ֆեյնորդից, Բայերի հետ խաղեր հիշեցինք ոչ ոքիներ միայն հաղթել են PSG-ին 1-0, այդ ժամանակ էլ PSG-ն այդքան լավ վիճակում չէր։ 8 միավորի առավելություն ունի Բունդեսլիգա, բայց ոմանք Բայերին են ֆավորիտ համարում այս դիմակայությունում։ Ես նույնպես։ Այս դիմակայությունում ես Բավարիայի առաջնությունում են ասում։ Չէ, այս դիմակայությունում։ Ես նույնպես Բայերին եմ համարում։ Օրինակ Բայերին մի վարքյան, այստեղ Հայկին հետաքրքիր հարց ունեմ։ Բայերը հետ է առաջնությունում 8 միավորով։ Դու բազմիցս ասել ես, որ առաջնությունը ցույց է տալիս ակումբի իրական ուժը։ Ինչու է Բայերը ֆավորիտ Բավարիայի հետ։ Որովհետև կարծում եմ առանձին վերցած խաղերում Բայերը կարող է իր լիարժեք ուժը ցուցադրել։ Պատասխան։ Գերազանցել Բավարիային, այդտեղ արդեն կարևոր են դառնում մարզչի առանձին ճկուն որոշումները եւ կարծում եմ հենց ինչպես քիչ առաջ Արմանը նշեց, մարզչական տեսանկյունից Բայերը գերազանցում է Բավարիային։ Ես էլ մի բան ավելացնեմ, մենք չպետք է կարծենք, թե Բայերը պիտի ամեն տարի չեմպիոն դառնա, որ թիմի խաղը լավ գնահատենք։ Հիմա որ իրենք երկրորդ տեղում են ու այսպիսի ֆուտբոլ են խաղում, դա շատ լավ է։ Անցած մրցաշրջանը հեքիաթ էր, դա կարող է չկրկնել։ Դեռ հարցը այս մրցաշրջանում նրանք ավելի լավ են խաղում, թե նախորդում։ Ու այս մրցաշրջանում ավելի լավ են խաղում։ Չգիտես ինչու բոլորը Ալոնսոին պարուրում են այդ ռոմանտիզմի մեջ, բայց նա ընդհանրապես ռոմանտիկ չէ։ Այս մրցաշրջանի Բայերը դարել է ամենաանկանխատեսելի թիմերից մեկը։ Այո, Լայպցիգին է բարդվում, ճիշտ է։ Այո, ամեն անգամ մի սխեմայով են խաղում, նոր բաներ կան, շատ նոր բաներ կան, անցած մրցաշրջանի Բայերը շատ է փոխվել, բայց մի բան կա, որ կարող է եւ օգտին աշխատել եւ դեմ։ Դա Ֆլորիան Վիրցից կախվածությունն է։ Մի հատ հարց էլի Վիրցի վերաբերյալ, Վիրցը ավելի կարևոր է Բայերի համար, թե Մուսիալան ավելի կարևոր է Բավարիայի համար։ Այս պահին Վիրցը Բայերի համար։ Մեծ կախում ունի Բայերը Վիրցից, որը ով ասեց այսօր տիեզերական բառը։ Տիեզերական մակարդակի այս պահին կարծում եմ Ֆլորիան Վիրցը աշխարհի 5 լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, շատ ուժեղ, շատ մեծ պոտենցիալ ունի Ջամալ Մուսիալան, բայց կոնկրետ այս պահին նա այդ 5 ֆուտբոլիստներից պատճառով, որովհետև Բայերում Վիրցը խաղամակարդակով իսկապես գերազանցում է զգալի իր թիմակիցներին։ Իսկ Մուսիալան որքան է լավ ֆուտբոլիստ է, հնարավոր է անգամ Վիրցից է լավ ֆուտբոլիստ է, նա այդքան գերազանցություն չունի եւ այդքան կախվածություն թիմն էլ նրանից չունի, այնտեղ ի վերջո Քեյն էլ կա։ Իսկ դու գիտեք, որ Մուսիալան ծնվել է Շտուտգարտում։ Գիտեք։ Սիդոր Կիմիխն է Շտուտգարտի սան, բայց Մուսիալան ծնվել է Շտուտգարտում, որը սիդեպ նրա տարեդարձն էր, 22 տարեկան է դեռ Ջամալ Մուսիալան, բայց շատ երկար ժամանակ նրան գիտեն։ Հայկի ասացին հավելեմ, որ օրինակ շատ բաներ Մուսիալան Բավարիայում թողնում է Կիմիխին, խաղ կառուցելը, չգիտեմ, բաներ կա թողնում է Քեյնին։ Իսկ Բայերում Վիրցը կարծես ամեն ինչ իր վրա է վերցնում։ Քիչ բաներ թողնում է Ջակային, մնացած ամբողջը։ Ասեմ նաև ինչով է դա պայմանավորված, տես Բավարիայում Մուսիալայի որակի ֆուտբոլիստներ առնվազն 3-4 հոգի կա, բայց Բայերում մի հոգի է Վիրցից։ Նոր է դեր ասում։ Դե լավ, մի ստորացրու Բայերը։ Չէ, դե Արմանի խոսքի շարունակ։ Լավ, բարնեք, մենք քիչ անց պետք է կանխատեսում անենք Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի բոլոր զույգերի վերաբերյալ, մինչև եզրափակիչ, մինչև Մյունխեն։ Այսօր Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի խաղային առաջին օրն է։ Մենք WIKTOK-ի տաղավարում կանխատեսում կանենք 1/8 եզրափակիչից սկսած մինչև եզրափակիչ բոլոր զույգերի վերաբերյալ եւ իհարկե կփորձենք հասկանալ նաեւ թե ով է հաղթելու Մյունխենում կայանալիք եզրափակիչում։ Բարնեք, պատրաստ եք։ Այո։ Ես ծանր բերի տակ գցել, ով է սկսում։ Ես ծանր բերը կվերցնեմ ին վրա առաջ։ Դու սիրում ես նման պատասխանատու քայլեր։ Եվ այսպես այս թևից սկսենք, ՊՍՎ Արսենալ, կարծում եմ Արսենալը կանցնի հաջորդ փուլ, այստեղ պետք է որ ամեն ինչ ակնհայտ լինի։ Ռեալ Ատլետիկո 11 մետրանոցներ պատասխան խաղում, հետ խաղա 4 կարմիր քարտ, բայց Ռեալը կանցնի։ PSG Լիվերպուլ, ես սպասում եմ որ Էնֆիլդը կհաղթի PSG-ին, ոչ թե Լիվերպուլը, ուստի Լիվերպուլ։ Բրյուգե Աստոն Վիլա իմ կարծիքով ամենաակնհայտ զույգն է Աստոն Վիլա։ Այնտեղ վերևը կարող է շասել միանգամից Բարսելոնային խնդրում եմ անցկացնել քարտի եզրափակիչ։ Այստեղ ինչ կա, Պարոն Նեգրեյրա։ Բորուսիա Լիլ, այստեղ շատ հետաքրքիր
նաև մարշական դիմակայությունը լինելու, բայց Բորուսիային կարծում եմ պետք է գոնե այստեղ հաջողի։ Սա ամենաանհետաքրքիր մարշական դիմակայությունն է։ Նիկո Կովաչն ընդդեմ Բրունո Ժենեզի։ Մի օգնեք, թողեք ինքնուրույն որոշի։ Բավարիա Բայեր արդեն հասցրեցի ասել, թե ինչու Բայերը, ուստի Բայեր։ Եվ Ինտեր Ֆեյնորդ ակնհայտ է Ինտերը կանցնի հաջորդ փուլ։ Գալիս ենք հաղորդ եզրափակիչ Արսենալ Ռեալ, այստեղ անակնկալ Արսենալը կանցնի հաջորդ փուլ։ Արսենալը Ռեալին անցավ, լավ։ Դու Չէ, ես Բարսելոնային մտածում եմ։ Թվում եմ Արսենալին անցկացնել, Լիվերպուլ Աստոն Վիլա, այստեղ անակնկալ չի լինի, Աստոն Վիլան կանցնի հաջորդ փուլ։ Հա? Աստոն Վիլան։ Ունայ Էմերիի շնորհիվ Աստոն Վիլա։ Այո։ Ունայ Էմերիի։ Լավս ինչ Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչ բերեցիր հայք։ Հաղորդ եզրափակիչ Բարսելոնային չեմպիոն է դարձնում։ Բորուսիային, այստեղ կարծում եմ այդքան էլ մեծ Բարսելոնայի ճանապարհը հեշտացնում է։ Բայեր Ինտեր, այստեղ մեկ անգամ արդեն խաղացել են, այո, Ինտերը համառեց, բայց միևնույն է վերջում պարտվեց, այս անգամ պետք է որ հաղթի ուստի Ինտեր։ Կիսաեզրափակիչ Արսենալ Աստոն Վիլա, այստեղ նույնպես անակնկալ չի լինի, Աստոն Վիլան դուրս կգա եզրափակիչ։ Ու հաճախ հաղթում է Աստոն Վիլան։ Այո, Աստոն Վիլան ես վաղուց եմ ասում, արդեն մի քանի ամիս է, որ իմ համար ցածրված Եվրոպա լիգան չէ, սա Ինձ 1982 թվականն է հայկի ուղեղում։ Նոթինգհեմ Ֆորեսթը։ Ես մտածել էի վերջին ասի, երբ որ ակնհայտ եզրափակիչներ եղել են, բայց որ Հայկն ու հակաֆուտբոլը։ Ցրվենա Զվեզդա Աստոն Վիլա։ մյուս կիսաեզրափակիչում Բարսելոնա Ինտեր Ինտերը դուրս կգա եզրափակիչ, կարծում եմ նրանք մի փոքր ավելի փորձառու եւ ավելի կայացած թիմ են դեռ։ Եվ եզրափակիչ Ինտեր Աստոն Վիլա նախկին չեմպիոններ են, երկուսն էլ իդեպ չեմպիոնների գավաթի Ինտերը կդառնա չեմպիոնների լիգայի հաղթող։ Ես խնդրում եմ Հայկին էլ չկանչեք Վիկտոր։ Արի։ Տեսնենք քո Հատուկ պարքև ունեցների Մուխիթյանից, եթե այսպես լինի։ Լավ, հայք ամեն դեպքում կարծում եմ, որ այնպիսի ցանց գծեցիր, որ բոլոր հայերը ուրախ կլինեն, եթե այսպես լինի։ Համաձայն եք, չէ՞, թե Ինտերը կարծում եմ շատ իտալացիներ էլ գոհ կլինեն։ Այո, եւ շատ անգլիացիներ դժգոհ կլինեն, եթե Աստոն Վիլան իհարկե հասնի եզրափակիչ։ Չէ, շատերը գոհ կլինեն։ Ես վստահ եմ Անգլիայում ցանկանում են Աստոն Վիլային տեսնել։ Բացի կոնկրետ այն թիմերից, որոնք մասնակցում են, այս հատկապես այս թևում, մյուսների երկրպագուները ուրախ կլինեն Աստոն Վիլայի համար։ Արտուշ, հերթ քոնն է։ Լավ, ես անկեղծ չեմ մտածել։ Ոչ մեկս չենք մտածել։ Առաջին դիմակայությունը Արսենալի համար շատ բարդ կլինի, բայց զինագործները ամեն դեպքում կանցնեն հաջորդ փուլ։ Ռեալ Ատլետիկո զույգը ինձ համար ամենաբարդ ընտրությունն է, բայց Ռեալը կշրջանցի Սիմեոնեի թիմին։ Լիվերպուլը կհայտնվի քառորդ եզրափակիչում, ես կարծում եմ, որ երկու խաղերն էլ հաղթելու է։ Աստոն Վիլան կշրջանցի Բյուգեին, անգլիական քառորդ եզրափակիչ կտեսնենք։ Բարսելոնայի համար նույնպես շատ դժվար է լինելու իդեպ, բայց Ֆլիկի թիմին հաջորդ փուլում կտեսնենք։ Գուցե անակնկալ մատուցի լինել Բորուսիային, ես Լիլին եմ հանում հաջորդ փուլ։ Ստում ով էլ դուրս մնա կամ դուրս գա անակնկալ չի լինի։ Այո, արդեն ցույց է տվել Չեմպիոնների լիգայում Ժենեզիոյի թիմը, որ կարող է անակնկալներ մատուցել։ Բավարիա Բայեր։ Թվում է թե Չեմպիոնների լիգայում Բավարիան ունի առավելություն, բայց Բայերը հաջորդ փուլում է Ինտերի հետ։ Ֆեյնորդի դեմ դժվար թե շատ լուրջ խնդիրներ Ինզագիի թիմը ունենա։ Ի վերջո Միլանը չէ։ Վերջում Միլանը չէ։ Ռոբին Վան Պերսին չես հավատում։ Նա քառորդ եզրափակիչ Արսենալ Ռեալ։ Ռեալին կտեսնենք կիսաեզրափակիչում Լիվերպուլի հետ։ Ես կարծում եմ անգլիական այս դիմակայությունում Լիվերպուլը ավելի ուժեղ կլինի։ Էլի կհանդիպեն։ Դե դժվար չէ, Բարսելոնան խնդիրներ մնա Լիլի դեմ դիմակայությունում, Բարսելոնան կիսաեզրափակիչում է Ինտերի հետ միասին։ Այո, մեկ անգամ արդեն Բայերը հաղթել է միլանցիներին, բայց Ինտերը ռևանշի կհասնի։ Եվ ինչպիսի եզրափակիչ ենք տեսնելու։ Դու ասա։ Կլասիկո չենք տեսնի։ Լիվերպուլ ցանցի ձախ հատվածից կհասնի Մյունխեն եւ աջ հատվածից կհասնի Մյունխեն Ինտերը, որովհետեւ Բարսելոնան, ինչպես Հայկը նշեց, կարծում եմ դեռ մեկ մրցաշրջան էլ է գոնե պետք ավելի հասուն լինելու համար։ Իսկ այս եզրափակիչում կհաղթի Արնե Սլոթի թիմը։ Ես կանխատեսում եմ, որ Լիվերպուլը չեմպիոն է դառնալու։ Թե ինչ։ Շատ լավ։ Շնորհավոր Արտուշ ջան, Շնորհավոր Լիվերպուլին, եթե իհարկե Շնորհավոր երկրպագուներին շատ լավ տիտղոսեր։ Փաստորեն ես ինչն եմ ուշադրության հրավիրում, որ թե Հայկի մոտ, թե Արտուշի մոտ, թե Լիվերպուլը բացահայտ անցավ, թե Ռեալը, թե Բայերը, չէ՞։ Ոնց որ թե այո դուք բոլորը։ Չէ, բացահայտի հարց չէր, պարզապես միաձայն որոշել ենք նախապես արդեն քննարկել ենք։ Շատ լավ։
Ամեն դեպքում Ինտերին 2 անգամ եզրափակիչ հանող մասնակից ունենք։ Իսկապես ֆավորիտ է այդքան Ինտերը։ Ես կարծում եմ այս մրցաշրջանում Ինտերը շատ ավելի խոցելի է, քան նախորդ 2 մրցաշրջաններում, հետեւաբար այդքան ակնհայտ ֆավորիտ չէ։ Բայց արի հիշենք, որ նախանցած տարի նրանք հասան եզրափակիչ, որ անցած տարի, երբ որ նրանք ակնհայտ ավելի ուժեղ են։ Շատ հայք չկա տպավորություն, որ ուժեր խնայելով էկոնոմ ռեժիմով է խաղում եւ դրա իր ամբողջ պոտենցիալը չի տվել։ Լավ, Արման Աբելյան, համեցեք։ Եվ այսպես սկսում ենք ՊՍՎ Արսենալից, կարծում եմ Արսենալը կանցնի հաջորդ փուլ։ Ռեալ Ատլետիկո շատ բարդ դիմակայություն, բայց ես էլ եմ ֆավորիտ համարում Ռեալին։ Ոչ մեկ քննարկման ժամանակ իդեպ չէր ասում, որ Ռեալին ֆավորիտ է։ Ես ասել եմ ՊՍԺ Լիվերպուլ, Լիվերպուլ ավելի լավ է ընդհանուր մրցաշրջանն անցկացնում, բայց ես չգիտես ինչու մտածում եմ ՊՍԺ-ն անցնելու է։ Ամեն դեպքում այս ՊՍԺ-ն շատ ուժեղ է։ Բրյուգե Ասթոն Վիլա, իդեպ Բրյուգեի գլխավոր մարզչի օգնականը հայ է եւ դա ինչ որտեղ մեզ տրամադրում է Բրյուգեի օգտին, բայց Սադամյանն էլ ժամանակին խաղացել է բայց Ասթոն Վիլան է հասնելու։ Աստոն Վիլան, Բրյուգեում հայ է աշխատում, բայց Աստոն Վիլան Բենֆիկա Բարսելոնա կանցնի Բարսելոնան, Բորուսիա Լիլ հավատում եմ, որ Դորտմունդը կանցնի անհատ ֆուտբոլիստների շնորհիվ, որովհետև նրանք եղանակ կստեղծեն։ Բավարիա Բայեր, ես նույնպես կարծում եմ Բայերը կանցնի, Խաբի Ալոնսոյի հրաշալի թիմը կլինի մյուս փուլում, Ֆեյենորդ Ինտեր, Ինտերը կլինի հաջորդ փուլում, որովհետև Ֆեյենորդը շատ թույլ է այս պահին։ Արսենալ Ռեալ, Ռեալը կանցնի հաջորդ փուլ, չնայած Արսենալը եւս ուժեղ է, ՊՍԺ Աստոն Վիլա, ՊՍԺ-ն այստեղ ֆավորիտ է ու կլինի հաջորդ փուլում։ Լուիս Էնրիկեի թիմը Բավարիա Բորուսիա Բարսելոնա Բորուսիա Դորտմունդ ակնհայտորեն Բարսելոնան այստեղ ավելի ուժեղ է ու պետք է անցնի հաջորդ փուլ Բայեր Ինտեր Ալոնսոյի թիմը նախորդ տարի Եվրոպա լիգայի եզրափակիչում էր այս անգամ կլինի Չեմպիոնների լիգայի կիսա եզրափակիչում եւ Լևերկուզենը կխաղա Բարսելոնայի դեմ հենց այդ փուլում Ռեալ Պարիս Սեն-Ժերմեն Ռեալը կանցնի եզրափակիչ Մբապեն ընդդեմ ՊՍԺ-ի Արման։ Այո, մի քիչ անհետաքրքիր է ստացվում, բայց Ռեալին ստում է այս անգամ էլ կլինի Բարսելոնա Բայեր Կլասիկո Արման։ Չէ, Բայերը կանցնի եզրափակիչ։ Ես միգուցե գերագնահատում եմ Բայերին, բայց նստում է այս անգամ էլ նրանք կլինեն Ռեալ Մադրիդ Բայեր Ալոնսոն ընդդեմ միգուցե իր հաջորդ թիմի 5 համարով Բելինգհեմը այդպիսի գոլ երևի չէ, նորից սպասում։ Այո, կարող է լինել, Ռեալը կհաղթի Չեմպիոնների լիգան նորից։ Շատ կանխատեսելի է սա։ Շատ լավ։ Բայերը կանխատեսելի է։ Եզրափակիչ իդեպ եղել է 2002 թվականին, երբ Զիդանը այդ ֆանտաստիկ գոլը խփեց Գլազգոյում կայացած եզրափակիչում։ Այդ մրցավիճում Ռոբերտո Կարլոսը գոլային փոխանցում կատարեց եզրային նետումով, մեն-մենակ հանեց Ռաուլին, այո, եւ 2 ասիստ կատարեց Ռոբերտո Կարլոսը Զիդանի փոխանցման պահին ուղղակի այսպես հարվածեց գնդակին եւ Զիդանը ինչպես օթում որսած։ Շատ ուժեղ Բայեր էր այդ տարի, որը 3 տիտղոսներն էլ չնվաճեց, հա։ Բայց հետաքրքիր է, չէ՞ ինչ չեք հարցնում, մենք ինչի՞ պիտի Ռեալը հաղթի, շատ պարզ է, ինչ գործոնների հաշվին։ Շատ լավ բացատրելու բան Ո՞վ մնաց։ Արմեն, դու վերջում էլ ես կամփոփեմ, հա։ Շատ լավ, գնացինք։ Դեռ չի եղել, չէ՞ որ հաղթողը նույնը լինի մեր կանխատեսումը։ Ոչ, մենք ունեցել ենք Ինտեր, մենք ունեցել ենք Լիվերպուլ, մենք ունեցել ենք Ռեալ։ Այմա Բրյուգեին կհանի Արմեն։ Սկսում ենք Արմեն, խնդրեմ։ Քո ժամը ժամանեց։ PSV Eindhoven Arsenal-ը կանցնի, որովհետև ամեն դեպքում Arsenal ուժեղ է։ Դեռ Real Madrid Atletico զույգի մասին ինձ թվում է այնքան եմ խոսել, որ ավել պակաս ասելու բան չկա, Real-ը կանցնի, Paris Saint-Germain Liverpool։ Ապա ես ուզում եմ Liverpool-ը անցնի, բայց ինձ թվում է Paris Saint-Germain-ն է անցնելու։ Brugge Aston Villa այս զույգում Aston Villa-ն շատ ուժեղ է, կազմով ամեն ինչով ակնհայտորեն ուժեղ է եւ կանցնի։ Գալիս ենք մյուս կողմ, Բարսելոնա Բենֆիկա, ինձ թվում է Բարսելոնան ակնհայտ ֆավորիտ է, այդ թիմերի Բենֆիկայի դաշտում եղած խաղը այդ պատահականություններից թվում է։ 4 գոլը չէր հաղթեց Բարսելոնան։ Ну, օքեյ, նկատի ունեմ պայքարը, որ առաջարկեց Բենֆիկան։ Դորտմունդ Լիլը կարող է անակնկալ մատչել, բայց ամեն դեպքում Դորտմունդը կարգով ավելի բարձր թիմ է եւ պետք է որ անցնի։ Հոգեբանական ճաշում։ Այստեղ արդեն հետաքրքիր է։ Բավարիա Բայեր։ Դորտմունդը անցավ այնտեղ։ Հա, Դորտմունդը անցավ։ Բավարիա Բայեր զույգում կանցնի Բավարիան։
Վերջապես Բավարիան ինչ-որ մեկը բանի տեղ։ Բավարիան գերմանական ֆուտբոլի ասոցիացիան է ինձ մոտ, պետք է որ անցնի։ Ինտեր Ֆեյենորդը բնականաբար այստեղ շատ բան չեմ ասի, կասեմ որ Ինտերը շատ ուժեղ է եւ Ինտերը պետք է անցնի։ Արսենալ Մադրիդի Ռեալը կանցնի, որովհետև Արսենալը հարցակման իսպանական ֆուտբոլի ասոցիացիան։ Եթե այսպես ասեմ, որովհետև Արսենալը հարցակման գծում լուրջ խնդիրներ ունի, եթե չվերադառնան, չեմ կարծում վերադառնան իրեն, սակայն կվերադառնան։ Պաշտպանությունը խնդիրներ չունի։ Ամեն դեպքում Paris Saint-Germain այս Aston Villa զույգում ակնհայտ է նոր գողում էր ակնհայտ է որ Aston Villa-ին գողում էր սուպեր մարզիչ ունի Paris Saint-Germain-ը կանցնի հաջորդ փուլ, այստեղ էլ անցանք Բարսելոնա Դորտմունդ, չգիտեմ, ավելի լավ վիճակահանություն Բարսելոնայի համար չէր կարող լինել, հետևաբար Բարսելոնան կանցնի։ Բավարիա Ինտեր, այստեղ Բավարիան ցույց կտա Ինտերի այս մրցաշրջանում եղած բոլոր խնդիրները եւ Բավարիան կանցնի հաջորդ։ Ինտերը ցույց չի տա Բավարիայի խնդիրները ով է ցույց տալու։ Բավարիայի խնդիրները Բայերը պետք է ցույց տա, նայ։ Բավարիայի խնդիրները Բայերը պետք է ցույց տա, բայց Բայերը դուրս է մնալու։ Էս է հետաքրքիր։ Չի հասցնելու ցույց տա։ Ռեալ Մադրիդ, Paris Saint-Germain, այստեղ մենք կասենք հաջողություն Ռեալ, որովհետեւ Paris Saint-Germain-ը ինձ թվում է ավելի արժանի է այս տարի ավելի առաջ գնալու։ Paris Saint-Germain-ը դուրս եկավ եզրափակիչ։ Բավարիա Բարսելոնա դիմակայությունում ինձ համար ֆավորիտ է Բավարիան, Բավարիան կանցնի եզրափակիչ եւ հույս ունեմ, որ իսկապես այդպես կլինի։ Իսկ Paris Saint-Germain Բավարիա զույգում Քեյնը տիտղոս կնվաճի Paris Saint-Germain-ը Քեյնը տիտղոս չի նվաճի։ Եզրափակիչում պարտվի։ Քեյնը ինձ թվում է, եթե եզրափակիչ հասնի, արդեն պետք է շնորհակալ լինի։ Բայց հաշվի առար, որ եզրափակիչը Մյունխենում է։ Ես հաշվի առա, որ այդ խաղում բոլորի շանսերը հավասար են լինելու։ Արմեն նաև հաշվի առավ երևույթային, որ Բավարիան մեկ անգամ Մյունխենում արդեն եզրափակիչ պարտվել է, այն շատ թույլ Բայերը ինչ տա, Բայերը ցույց կտա Բավարիայի խնդիրները, եզրափակիչում հավասար են ուժերը բոլորի, բայց Paris Saint-Germain-ը արդեն ես ավելին կասեի, ոչ Բայերը, ոչ Ինտերը, ոչ Բարսան ցույց չեն տա Բավարիայի թերությունները։ Բայերը ցույց կտա։ Այն դեպքում որ Բարսելոնան այս մրցաշրջանում արդեն հասցրել է 4 գոլ։ Բայց մի հատ կարևոր բան էլ կա, հիշեք, անցած մրցաշրջանում իմ կանխատեսումները եղել են, ձեր կանխատեսումները ոչ։ Լավ, բարնեք, ես էլ կարծիք ասեմ։ Յամալից ուժեղ ֆուտբոլիստ։ Հիմա էլ եմ ասում։ Եկեք, լավ, տեսնենք, ՊՍՎ Արսենալ, ինձ թվում է շատ ակնհայտ է, որ Արսենալը կանցնի առաջ։ Ռեալ Ատլետիկո, այստեղ Մադրիդյան դերբիում Մադրիդյան սպիտակ թիմը կանցնի առաջ։ Paris Saint-Germain Liverpool ես անկեղծ չգիտեմ ով է անցնելու, բայց ես զուտ ինտուիտիվ զգում եմ որ անցնելու է Paris Saint-Germain-ը։ Եվ սա պայմանավորում եմ 2020-ին, ինչպես Liverpool-ը չեմպիոն դարձավ ու 1-8-ում դուրս մնաց Ատլետիկոից։ Brugge Aston Villa, այստեղ թող անցնի Brugge-ն, ինձ մոտ բոլորը Aston Villa-ին անցկացրի։ Benfica Barcelona, Barça-ն իհարկե կլինի քառորդ եզրափակիչում, Dortmund Lille թող անցնի Դորտմունդը, Սերու Գիրասին Չեմպիոնի լիգայի լավագույն ռմբարկուն է այս մրցաշրջանի։ Բավարիա Բայեր ես անկեղծ ֆավորիտ համարում եմ Բայերին, բայց ձեր կանխատեսումներից հետո ինձ մոտ փոխվեց ինտուիտիվ այստեղ զգում եմ որ հիմա կանցնի Բավարիա։ Ֆեյնորդ Ինտեր, դե հենոենք դեպի քառորդ եզրափակիչ։ Արսենալ Ռեալ Մադրիդից Ռեալը շատ վստահ կանցնի Արսենալին, եթե հանդիպեն այս մրցաշրջանում։ Paris Saint-Germain-ը Brugge-ին կանցնի կիսա եզրափակիչ։ Բարսելոնա Դորտմունդ Բարսան կլինի կիսա եզրափակիչում Չեմպիոնների լիգայի երկար դադարից հետո Բավարիա Ինտեր թող անցնի Բավարիա թող անցնի Բավարիա Ռեալ Paris Saint-Germain ինձ թվում է փոքր աբսուրդ կլինի որ Կիլիան Մբապեն գա Ռեալ Չեմպիոնների լիգան հաղթելու համար եւ դուրս մնա Paris Saint-Germain-ից թող աբսուրդ չլինի եզրափակիչում կլինի Ռեալը Եվ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ երբեք էլ կլասիկո չի եղել եզրափակիչում։ Թող այս մրցաշրջանում լինի Ռեալ Բարսելոնա։ Իսկ հիմա կարևորագույն Իսկ թող տախտի եզրափակիչում թող իմանանք եզրափակիչի օրը։ Այսքանը բարենեք շնորհակալություն հետաքրքիր քննարկման համար Վիկթոկը վերադարձավ, հետևեք Չեմպիոնների լիգայի նախախաղային քննարկմանը, հետո նաև Ռեալ Ատլետիկո խաղին, իսկ մենք Վիկթոկով կվերադառնանք արդեն հաջորդ շաբաթ։ Լավ մնացեք։